Բարի օր իմ դիտորդին, ես ուզում եմ խոսել ձեր հետ մի շատ կարևոր թեմայով։ Գիտեմ, որ իմ էջում հետևում են 21,000 հետևորդ, ուստի ես այն նյութը, որ ամսի 5-ին կանխատեսել եմ, չեմ տեղադրել TikTok-ում, բայց տեղադրել եմ իմ Instagram-յան էջում և Facebook-յան էջում։ Խոսքս Տիգրանի անհետացման մասին է։ Պարտադիր չէ լինել տարոլոգ կամ էքստրասենս, չակերտավոր տարոլոգ ու էքստրասենս, որպեսզի հասկանաք, որ Տիգրանի գողանալու պրոցեսը բացառվում է։ Ուրեմն երեխային սկսել եմ փնտրել իր կորելուց 15-ից 20 րոպե հետո։ 15-20 րոպեվա ընթացքում 2 տարեկան երեխան մեքենայի մեջ հանգիստ չէր կարող նստել, որ իրան էլ գյուղից դուրս հանեին, հետո տանեին, սպանեին, բերեին գցեին գետը։ Այդ լրիվ բացառվում է և ատելություն սերմանել ծնողների, բարեկամների, դուք պատկերացնում եք այդ ծնողների վիճակը, հիմա իրանք իրանց երեխու սուքը սքան, թե տեսնեն իրանց որ բարեկամն է ուզեցել վնասի։ 2 տարեկան երեխայից վրեժ չեն առնում։ Այդտեղ կան հայր, մայր, պապիկ, տատիկ, եթե այդ ընտանիքը ինչ-որ մեկին լուրջ վատություն էր արել, ապա դժվար 2 տարեկան երեխայից այդ ամեն ինչը հանեին։ Եվ առնվազն Չ կլասի տարոլոգների վառ երևակայությունն է երեխային գողանալ տանելը։ Նման հարցերում նման խոսակցություններ հաճախ է լինում, իսկ ես ինչու չեմ տեղադրել նյութը, էլի եմ ասում, որպեսզի մի վերջին հույսը ծնողների չխլեմ։ Ինչ վերաբերվում է Տիգրանին, կրկնում եմ, Տիգրանին ոչ ոք չի գողացել և ոչ ոք չի սպանել։ Իսկ կանխատեսումը, որը դուք ուզում եք տեսնել, տեղադրված է մայիսի 5-ից իմ Facebook-յան և իմ Instagram-յան էջում։ Տիգրանին գտնելուց հետո ես այն կտեղադրեմ նաև TikTok-յան էջում։ Ես այն տարոլոգը չեմ, այն մասնագետը չեմ, որ լայքեր հավաքեմ այդ երեխայի անունով, դա ստորություն է։ Դրա համար ես ավելի շատ հարկ եմ համարել լռել և ավելի պասիվ էջում տեղադրել։ Վստահ եմ իմ կանխատեսման համար, վստահ եմ ամեն տառիս ու բառիս համար։ Ավելին ասեմ, երեկ երեկոյան խնդրեցի իմ 3 գոլեգաներին, որպեսզի իրենք էլ նայեն երեխային, և մեր 4 տարոլոգների տված կանխատեսումը անգամ տառոների քարտերով 100%-անոց համընկնում ունեցավ։ Նաև կտեղադրեմ այդ տարոլոգների նյութերը իմ ամսի 5-ի, մայիսի 5-ի արված կանխատեսման հետ։ Գալիս եք, իմ էջի տակ գրում եք, եթե լավ նայող ես, նայ տեսնենք ուրա Տիգրանը, կամ խնդրում ենք նայեք որտեղ է Տիգրանը, դուք չեք հասկանում ինչ է տեղի ունենում։ Դուք չեք հասկանում, որ ես էլ եմ մայր, ես էլ ունեմ երեխա, հոգով սրտով ցավում եմ։ Եթե ես ասեցի Տիգրանի տեղ ու Տիգրանի վիճակը, դա ինչ-որ բան կարող է փոխել, ոչ մի բան չի կարող փոխել։ Մնում է, որ Տիգրանին կարողանան գտնեն, իսկ Տիգրանին գտնելու են։ Այսքանը, մի գրեք, ասեք ուրա Տիգրանը։ Հասկանում եք, դա ինձ էլ է ցավ պատճառում։ Եվ դա է պատճառը, որ ես իմ նյութը տեղադրել եմ Instagram-ում և Facebook-ում։ Դուք կարող եք մտնել և իմ Facebook, և իմ Instagram, նայել նյութը։ Այսքանը։